Սրտանց ասենք փառք մեր երկնավոր հորը, օրհնյալ է Տիրոջ անունը սիրելներ։ Եղբայրը շատ կարևոր նյութի մասին խոսեց, որ մարդը պետք է իր չարչարանքով ստեղծի իր բարի համբավը։ Նայեք, օրինակ հիմար, ենթադրենք մեր տարածքում կա մի հատ ծանր հիվանդ, մահամերձ հիվանդ է, ես էլ քարոզիչ եմ, ինձ չի հետաքրում իրան այցելելը, ինձ քարոզն է հետաքրում, քարոզում եմ, մի անգամ չեմ եթում, ոչ մի անգամ այդ հիվանդին մեր տարածքում է, ասենք այդ գյուղում եմ ապրում ես, այդ գյուղում հիվանդ կա, ես մի օր չեմ այցելում այդ հիվանդին, ինչ տպավորություն եմ թողնելու ես, ժողովուրդ չեն խոսալու, կասեն, լնայի քարոզիչ է, բայց մի հատ հիվանդի չի այցելում, նա խիղճ չունի, նա գուտ չունի, չեն ասելու, թե ասելու են լավն է, իսկ եթե ես այցելեմ, հետաքրքրվեմ ինչ կարիք ունի, կարող է զրուցելու, կիսվելու, հորդորելու, մխիթարելու, կարող է ծանրաբեռված ընտանիք են, կարող է որբևարի է, եթե ես հոգատարություն անեմ իր որբերի համար, իրանց նեղության ժամանակ, օգտակար լինեմ, կազմակերպեմ, խոսքի օրինակ, այդ մարդը տունը նորմալ չի, հողի վրայա պոլել չկա, կազմակերպեմ այդ պոլ սարքեմ, կազմակերպեմ տունը ռեմոնտ անեմ, կազմակերպեմ բաղնիք սարքեմ, կազմակերպեմ հացատուն սարքեմ, կազմակերպեմ տուալետ անգամ սարքեմ, այդ որբևարի ժողովուրդ ինչ են ասելու իմ մասին, կարող ասեն անգութ է, ես համոզված եմ կասեն իսկական ծառայ է ժողովրդի, ինչ սիրտ ունի, ինչ հոգատար է, իրանց տունը տենց ռեմոնտ չի արել, ոնց որ այդ որբևարի տունը, և իր հարազատները, երբ որ մեզ տղային կարգում էինք, հարազատները հավաքված էին, ասեց, կանգնավ ասեց, դուք հավատացյալներն եք իրա ծնողները, հայրը, մայրը, այդ որբի, մենք բարեկամ ենք, բայց ոչինչ չենք արել իրանց համար, մենք իրավունք էլ չունենք խոսալու այսօր, հարգանքը վայելել, դրա համար ես սուրբ գրքից միտեղ եմ կարդում և ուզում եմ այդ մասին մի քիչ երկար խոսել, այդ տեղը կարդում եմ Մատթեոսի 25-րդ գլուխ 34 խոսքից մինչև 46 խոսքը այն ատեն թագավորը իր աջ կողմ եղողներին միտիսե եկեք ինձի հորս օրհնվածներ աշխարհի սկզբեն ձեզի համար պատրաստված թագավորություն ժառանգեցեք վանսի անոթեցա ինձի ուտելիք տվիք ծարավեցա ինձի խմցուցիք օտարական է զիս ներսարիք մերկ է զիքս հագցուցիք հիվանդ էի ինձի տես եկակ բանտի մեջ է ինձի եկակ այն ատեն արդարներ անոր պատասխան տիտանս են Տեր երբ քեզ տեսանք անոթեցած տեսանք կերակրեցինք կամ ծարաված խմցուցինք երբ քեզ օտարական տեսանք ներսարինք կամ մերկ հագցուցինք երբ քեզ հիվանդ կամ բանտի մեջ տեսանք քեզի եկանք թագավորը պատասխան տվավ ըսավ անոնց ճշմարիտ կսեն ձեզի որտև այս իմ եղբայրներուս ամենին պզիկներին մեկուներիք ինձ արիք ուշադիր լսեք ստեղ չասեց քարոզիչների, երեսների, եպիսկոպոսների, առաքյալների, մարգարեների, տեսի անուն չկա գրած ուշադիր նայում եք, թե չեք նայում
Ստե գրած է եպիսկոպոսի անուն, երեցի անուն, հովվի անուն, քարոզիչի անուն, մարգարե անուն, չկա գրած դες բան։ Ասում այս փոքրերից մեկին արիք, ինձ արիք։ Մանավանդ վերջին ժամանակ մեր երիտասարդությունը այս ինչ որ կարդացի, չեմ կարող ասի բոլորի համար, բայց մեծամասնությունը սրանից շատ հեռու են։ Այս ինչ որ տեսում եք, այսքան սարքածը, ամեն ինչի մեջ լումա ունենք սարքելու։ Բայց շատ ծուլիկացել է այս ժամանակվա երիտասարդները։ Մի հատ թիր խղճին սրտիդ։ Քո տարածքում հիվանդ կա, քանի օր ես այցելել։ Բազմազավակ կա, մի հատ այդ հաստենաս, բազմազավակ կա, 8 երեխա ունի, 10 երեխա ունի, 9 երեխա ունի, մի հատ գնաս օգնես, ինչ կլինի։ Այդ փոխանակ նստես կամպյուտեր եսի մինչեր լարես, ուղեղներդ փչացնես, հոգիդ մխտրես, գնաց ծառայություն արա։ Քեզ զբաղեցրա Աստված պաշտությամբ, որ սատանան չօգտագործի քեզ։ Պարապությունից սատանան օգտագործում է մարդին։ Բայց եթե ես առավոտ վերեմ կենում աղոթք եմ անում, Աստծո խոսք եմ կարդում, հիվանդը իմ այցելում, աշխատում եմ ինչքան հիվանդ լինի, որտեղից ուզում եմ լսում եմ, աշխատում եմ գնալ տեսնել։ Եղել է դեպք կա պատահի, մի հատ եղբոր, հիվանդ եմ, շատ վատ է վիճակս, որ գնամ կարող է ճանապարհին մեռնեմ, բայց գնացել եմ նորից։ Ասեմ ավելի լավ է ճանապարհին մեռնեմ, քան այդ եղբայրը իմանա, որ ես չգնացի, ավարիա տոնք է փորձանքի մեջ։ Հոգևոր մարդը, եթե բարեգործություն չունի, նա փրկված չի, կարդամ ինչի համար փրկված չի, ինչի համար փրկված չի, կարդամ ուշադի լսեք, կտենակ, փրկված է թե փրկված չի, վանսի շնորհքով փրկված եք դու հավատքի միջոցով, այո փրկված, այս ոչ թե ձեզան, ապա Աստծո պարգևն է, ոչ թե գործեմ, որ մեկը չպարծի, Վանզի մենք անոր ձեռագործնենք Քրիստոսով ստեղծված բարի գործերի համար, որոնց Աստված առաջվան մեզ պատրաստեց, որպեսզի անոնց մեջ քայլենք, փրկված մարդը բարեգործ է։ Եթե բարեգործություն չունի այդ մարդ, նա փրկված չի։ Եփեսացիս 2-րդ գլուխ 8-ից 10 խոսքեր։ Նորից եմ կարդում, վանզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ձեզնից է, ապա Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա, վանզի մենք անոր ձեռագործնենք Քրիստոսով ստեղծված բարի գործերի համար, որոնց Աստված առաջվեն պատրաստեց մեզի, որպեսզի անոնց մեջ քայլենք։ Փրկված ժողովուրդը պետք է ստեղծված լինի բարեգործության համար եւ նրա մեջ քայլի։ Ով որ բարեգործ չի, նա փրկված չի։ Հասկացաք ինչի համար փրկված չի։ Իմ եթե դու մինակ քեզ համար ֆրֆռում ես, հիվանդ լինի, նեղալ լինի, կարոտյալ լինի, սոված լինի, տարապյալ լինի, ինչ լինի, բացարձակ քեզ չէ տակնում, դու ինչ փրկված ես։ Դու գութ ունես, դու խիղճի փրշատ ունես, մնաց գութ ունենաս։ Աշխարհում ամենախղճով մարդիկ, ամենագութ ունեցող մարդիկ քրիստոնյաներն են, կարդամ լսեք, ուշադի լսեք։ Փիլիպպեցիս թուղթ Քանզի վկա ինձ Աստված, որ ինչպես փափագ ունիմ, ձեր ամենու վրա Քրիստոս Հիսուսի գութով։ Փիլիպպեցիս 1:8
Քրիստոսի գութով, Քրիստոսը բազմագութ է։ Քրիստոսի գթով պետք է ապրենք որպես քրիստոնյա։ Եթե Քրիստոսի գութը չունենք, մենք անխիղճ մարդ ենք։ Փիլիպպեցիս 1:8 Քրիստոսի գութով հավատացյալը գիտեք ինչի համար շատ հավատացյալներ պճնավոր են հագնում, նենց ձևավոր են հագնում, դրանք կյանքում բարեգործ չեն կարալնի, որտեղ իրանց ուշադրություն իրանց հագնելն է, իրանց հորնի մորից փող գործեն կամ փող աշխատեն, լավ հագնեն մանկան, նրանց մտքով կանցնի մի հատ խեղճի աղքատի օգնեն, նրանք լավը կհագնեն, այսօրվա երիտասարդության մեծամասնության նպատակը իրանց փառավորելն է, ինչքան կարելի է լավ հագնել ու փառավորել, ու ես նկատում եմ, առավոտ նկատում եմ ուրիշ շորա, ճաշին ուրիշ շորա, իրիկուն ուրիշ շորա, նկատում եմ ես, սխալ եմ ասում, ասում եմ, սխալ եմ ասում, քանի անգամ շորերը փոխում են, ես աղբեր, երկու շոր ունեմ, հագնում եմ, ամենուրոշ, ինչ ես շուշուտ շորեր էդ փոխում, ուզում ես ասես, որ քո նմանը չկա, այդ մարդը բարեգործ կլինի, հարց եմ տալիս ես, նրա խիղճը գութը կաշխատի, նրա գութը խիղճ աշխատում իրա վրա, իր եսի, փառքի անվան վրա, նա բարեգործնել չի կարա, ես ուզում եմ ասեմ, բարեգործությունը փրկված մարդը իրար հետ խիստ կապված է։ Մեր երիտասարդ կյանքի ժամանակ ինձ ոչ մեկ չի ասե, այս որփեվարին աղքատ է, գնա նրա բաղջեն փորի, ոչ մեկ չի ասե, ես եմ գնացել փորի, կազմակերպել եմ շատ երիտասարդներով։ Մեր ռայոնում մի հատ որփեվարի անտեսված չպետք է մնար, մի հատ որփեվարի թե նյութական, թե ֆիզիկական օգնության դեպքում։ Մի հատ բազմազավակ պետք է անտեսված չմնար։ Մի հատ միայնակ կին անտեսված չմնար։ Ես պահանջում եմ երիտասարդներից, քարոզը գրում եք, նստած գրում եք, եւ վաղ հեռախոս չկար, քարոզը նստած գրում եք։ Ասի կեթաս այդ միայնակ տատիկին, ես ինչ քուրիկին, կայցելես, այդ քարոզը կկարդաս։ Ամբողջ պաշտամքի քարոզը, լսար քուրիկ ջան ասի։ Մի հեռախոսը միացեք տարեք այդ քուրիները թող լսեն, մեղ չեն այդ քուրիները։ Քանի հոգի կա ստեղ ձեր բարձածի որտես բան անում։ Ձեր բարձածեք ով անում։ Քանի հոգի, 1 10 հոգի մարդ։ Եթե բարեգործ չեք, փրկված էլ չեք, հասկացեք դուք։ Բարեգործությունը ու փրկությունը իրար հետ սերտ կապված են։ Նայ ասեմ։ Կարդամ, որ դու ավելի համոզվես, սա սուրբ գիրք է, նա ինչ է գրած, Հակոբոս թուղթ, եթե մեկը զին կրոնասեր կսեպե, և իր սիրտը կխապե, եթե մենք զինկրոնասը իր լեզուն սանց չի դնի, հապա իր սիրտ խապե, այնպիսինի կրոնասրությունը փուճ է, եղբոր ասած, որ քուրիկը, որ լեզվով ճարտար է, նա հավատացյալ չի, նա փրկություն չունի, փուճ է, նայեք, Աստծո հորքով մաքուր անարատ կրոնասրությունը այս է, ուշադի լսեք, Աստծու ու հորքով մաքուր անորատ կրոնասրություն ասե, որփերուն, որփեվանին տես երթալ նրանց նեղության ժամանակ, անձը անարատ պահել աշխարից։ Գրեք, Հակոբոս 1, 26-27, 1, 26-27,
Եթե անարատ կրոնասեր բարեգործությունը կապում է իրար հետ, թե չէ, եթե մարդը մաքուր կրոնասեր աստվածապաշտ մարդ է, նա պետք է լինի բարեգործ։ Բարեգործություն չկա հոգևորի կյանքում, նա փրկություն չունի։ Հասկացաք, թե չհասկացաք։ Շատերը մտածում են, ինչ կարևոր է բարեգործություն անեմ։ Նայեք, սիրելիներ, Աստված, ես շատ դաժան մարդ եմ եղել անհավատ վաղտս, ու շատ լսեք։ Այնքան դաժան եմ եղել, որ մի հատ կաստիլավոր մարդ տենում էի, շրջանցում էի սենց, որ այդ մարդի հոտը բանը վրեժ չընկնի։ Զզվում էի հին մարդից։ Բայց Աստված սովորացրեց։ Նոր հավատքի եկել, համասանից տուն է եթում, մի հատ տեղ կա, որ սեզ դիք պտի պարսանամ, մեկ էլ տենամ հերվից երիմա, մի հատ մուրուքով մարդ եթում է։ Իմ պատկերացեք, այդ մուրուքով մարդը ստեղ ակայնած, ու սենց դքի վրա է։ Ես, որպիսի տրամոտով անսեմ, սենց եմ եթում։ Շրջանցում եմ, որ մոտիկ չետամ։ Ես են շրջանցի հասաստեղ, հավատացյալ, նոր սկսեմ հավատքի կալ, հասաստեղ Սուրբ Հոգին ասեց, Հիսուս քո տեղը լներ, ինչ կաներ, մի անգամուց կանգ առա, աս Հիսուսին տեղը լներ, կեթար կմտներ թևը, այդ դիքը կհաներ, կտաներ միջև տուն, դա ասես կնա արա, հիմի կնացի թևը, որ գրկեմ, մեկ էլ մուրուքիս, որ տեսա, բամբուլը, սենց ծորած, հիմի չեմ կարում նայեմ, թևը մտել եմ, բայց չեմ կարում նայեմ, ասում եմ, Հիսուս քո խաթր, օգնի, քո խաթր, բայց թևս չեմ հանում էլի, վախենում եմ Հիսուսից, քո խաթր, մի կերպ հանի վերև, բայց մորուքին չեմ նա, որ տնբուլը որ եկել է, մորուքին կախվել է, շատ վատ է, ես մի կերպ դրան հանեցի ուղիղ տեղ, հանեցի, ասի ուզում ես մինչև տուն տանեմ քեզ, ասես չէ, օրհնեց ինձ, ասեց ես կգնամ, մեկ է շուր եկա, որ ասի տենամ ոնց է եթում, շուր եկա տենա չկա, Աստված հրեշտակի միջոցով սովորացնում էր ինձ բարեգործություն, նոր հոգի էի, մի տարի էլ չկար հավատացյալ, հերես տարագետում վերցրեց, տարավ կծեց հիվանդանոց, որ յանը խելրել է, որ թուղթ վերցնեն, որ տանեն համասան տարագետում վերցնեն, գիշերվա չգիտեմ քանիսներ, մի հատ հարփած, հետը վերեն հետ տված, մի ահավոր բիձամարդ բերեցին, հենց պալատը մտցին, առաջի կարավատ ազատ էր, կցին տախտակն է մտցին կողից, որ չգնիցած, թողին կացին, սաղ ինչքան հիվանդ գար, մի քանի հիվանդ գար, հելան ու թռանտուս, ես էլ հետևներից, հենց հասա թռան մոտ, մեկ էլ Սուրբ Հոգին նորից ասեց, Հիսուսը քո տեղլներ ինչ կաներ, ասի իմ տեղլներ կետար տախտակ կաներ, կտաներ, մինչև տախտակ հանեցի այդ հոտը, զզումա սիրտը, չեմ կարում տանեմ, վերջը մի կերպ հանեցի, տարա տուալետ, լվացրի, մաքրի, տուալետ նստավ, ինչ որ պետք էր արեցի, ես օրվապես հիշում եմ, տոլմա ունեի թփով պատատած, էդ էլ տակցրի, կերցրի, բայց մինչև արեցի, միսել հետը կերա, չեմ ասում հանգիստ եմ արել, վերջը երկարասեմ նման դեպքեր էլ պատահելով, հոգեկան աշխարհս փոխվավ, Հայաստանում ինչքան ծերանոց, ինչքան որփանոց, ինչքան գժանոց կա, սաղ տեղեր եղել եմ, սաղ տեղեր, բանակ գնացել եմ, բանակից փող եմ հավաքել, փող, եկել եմ Հայաստան, գնացել եմ ծերանոց, որփանոց նոր տուն եմ գնացել, բանակ եմ, բանտի մեջ եմ գնացել, բանտ եմ նստել, վիսիլկամ, ընդեղից էլի փող եմ հավքել, եկել եմ էլի Հայաստան, ուտելիք եմ արել ծերանոց, որփանոց, գնացել եմ, նոր գնացել եմ տուն,
Աստված սովորացրեց ինձ, եթե փրկված ես, պետք է բարեգործ լինես։ Սրանք իրար հետ մեկացած է։ Չփրկված մարդը գութ չունի։ Խիղճ չունի։ Պատկերացնում եք, Հայաստանում կան տանիք 12 երեխա են, հերնումերն է մեռած։ Պատկերացնում եք, ինչքան գութ պետք է ունենալ։ Եվ դրանց մեծ տղեն դիալեզի տակ է։ Դիալեզի։ Բայց հավատացյալ է։ Ուզում եմ մի հատ հավատացյալ քույրիկի։ Այդ քույրիկն էլ գիտի, որ դիալեզի տակ է։ Բայց այդ քույրիկը չի ասում այդ եղբորը։ Գիտի դիալեզ այսօր կդրվա վաղը մեռնելու է։ Բայց համաձայնում ամուսնանա դրա հետ։ Ամեն քույրիկ դեն զողություն չի անի։ Ամեն եղբայր դեն զողություն չի անի։ Մարդ կա, որ ձեռը իվալիտ է։ Մենք մի հատ եղբայր ունենք, իվալիտ էր։ Մի հատ առողջ քույրիկ առավ իրան։ Հիմել կայլասկի վրա է, շատ ծանր է, բայց սիրով տանում է։ Ամեն մարդ չի, որ բարեգործ կլինի։ Փրկված մարդիկ բարեգործ են։ Չփրկված մարդիկ բարեգործ լինել չեն կարա, 10 փետով էլ տպես չեն անի։ Ես հիշում եմ, մեր քուրերից մեկ հիվանդանոց պարկել էր հիվանդանոց, կողքի պալատում մի կին էր պարկած եղել, որովայն ես մասի վրա ծաղկա քալամի պես ռակը դուս էր տվել։ Բոլոր հարազատները լքեցին, ամուսինը լքեց իրան, բերել էին գցել էին տունը, այդ հիվանդ կնոջ հասցեն այդ քույրիկը բերեց տվեց մեծ երիտասարդական։ Անհավատ կին է, ամուսին լքե, հարազատներ լքեն։ Մինակ աղբերը շաբաթ մեկ, թե քանից մեկ մի ցելեֆոն, մեծ ցելեֆոնով, տենց օբրակով բինտ էր բերում կամ բամբակերու բերում, որպեսզի կապեն։ Վերջը վերցեցինք հեռախոսի համարը գնացինք մի ցեն երկիր, շատ ծանր վիճակում էր։ Մենք խոսեցինք իր հետ։ Ինքը ասում էր, ես փող կտամ ինձ հիմնակ ուտելիք սարքեք օրը, բերևասկ արեք, ասինք մենք սաղ ձրի ենք անելու քեզ համար։ Եվ նույնիսկ քեզ բերեդաչի ենք բերելու։ Եվ ամեն ինչ ձրի արեցինք։ Անհավատ կին։ Շաբաթ 20 քույրիկ ծառայություն են անում այդ գործում։ Հիշում եմ մի հատ քույրիկ եկավ, հոտը հենց առավ, ուշքի գնաց, կալիդորում ուշքի գնաց, էթումա տուն, լացում է, ողբում ասում է, եթե իմ մայրը լներ, պետք է անեի, թե չէ, ես ինձ սիրտ ես, փոխա ինձ, լացելով ողբալով այդ քույրիկը, բժշկում է սիրտ, եկավ ասես, Պավել եղբարնձի տար, ասի քույրիկ ջան, կարող է վատանաս, չէ, էլ չեմ վատանա, Հիսուս ինձի փոխել է, և իսկապես փոխել էր քույրիկին, ինչ հոգատարություն արեցին, այդ քույրիկը ապաշխարեց, ջրով մկրտեցինք այդ վերքերի մեջ, հոգով մկրտվավ, ես ասեմ տիրոջ առաջ, այդ քույրիկի վերքերը, այդ կնոջ վերքերը, ոնց որ Հիսուսի վերքերը մենք փաթաթենք, ես էլ եմ բերևասկ արել, բերևասկան տևում է 3 ժամ առավոտ, 3 ժամ իրիկուն, մինչև մաքրում էինք, սենց ծաղկակալամի պես ռակը դուս էր տվել, որովայնի վրա, սարսափելի ցավեր, սարսափելի վիճակ, հոգատարություն արին մեր քույրիկների եղբայրները, սիրելիներ, բարեգործությունը դա հոգևոր մարդի, նա հավատքի է գալում, նայեք ստեղ, էլի համար կարդամ, ուշադիր լսեք, տեսեք, եթե մարդը փրկվում է, նայեք ինչ ալնում, Քանզի Աստծո փրկարար շնորհքը մարդկանց երևցավ, որ մեզ խրատ է ամբարիշտություն, աշխարհային ցանկություն ուրանանք, զգաստությունով
արդարությունով, բարեպաշտությունով ապրինք այս աշխարհի մեջ, սպասելով այն երջանիկ հույսին, մեծ Աստծո մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքին երևնալու, որ իր անձը մեզի համար տվավ, որպեսզի մեզ ամեն անօրությունից ազատե, մաքրե, իրան սեփական ժողովուրդն է բարի գործերին նախանձավոր։ Այդ բաները խոսե, հորդորե, հանդիմանե, բոլորովին սաստելով, չլա որ մեկը քեզ անարգի։ Մաքրե, սեփական ժողովուրդ անե, բարի գործերի նախանձավոր, այսինքն փրկված մարդը պետք է բարեգործ լինի։ Եթե նա բարեգործ չի, խոսում է որ նա փրկված չի։ Ինչ բարեգործ։ Սոված էի կերակրեցիք, ծարավ էի ջուր տվեցիք, հիվանդ էի դերս եկաք, օտարական էի ներս առիք, պատահում է օտարական մարդը գալիս է, չէ՞։ Մարդ կա ապրանքա ծախում, մարդ կա փողը հավաքում, օտարական մարդը։ Հիվանդի համար է, տարբեր բանի համար է, տարբեր գալիս է։ Պատկերացրեք, գալիս է հավատացյալի դուռը։ Ասում է, քուրիկ ջան, ինչ կլինի, այս գիշեր քնեմ ձեր տուն։ Ասում է, դե լերջը չի ընդունում։ Մի ձևով խռի կատալում։ Օտարական է, ներս առ։ Եղել է դեպքեր, քուրիկները ներս են առել։ Տարել են տուն, ոտերն են լվացել։ Օտարականի ներս են առել, ոտերն են լվացել, հաց են տվել, ջուր են տվել, ասեն ուզում ես լողանաս, լողացրել է օտարական կնոջը։ Բայց Հիսուսի մասին չեն խոսացել։ Այս կին ասել է, ես սենց մարդ չեմ տեսել, դու ովքեր եք։ Ասել եմ մենք քրիստոնյա ենք, այդ կին ապաշխարում է։ Բարեգործությունը մարդկանց ապաշխարություն է բերում։ Ես հիշում եմ ծերանոցում մի հատ երիտասարդ տղա կար 20 քանի տարեկան։ Իրանց հարազատները բերել են գցերին ծերանոց ու մի օր չէին այսել է, մի օր որ գնում էինք ծերանոց, սաղին էլ կուլոգներ էինք տալիս, բաժանում էինք սիրին։ Հենց հանդում ես տուն, կուլոգ տալիս հետո մի հատ ջիջարով համբյուրում էի։ Առաջի անգամ որ համբյուրեցի, սասես նայեց երկին, կարծուկներ աշկերին, հազիվ էլ կարում էր խոսել։ Ասեց ես նոր հասկացա, որ Աստված հոգի է։ Իր հարազատները մի օր չէին եկել։ Սիրելիներ, ես տեսել եմ բան, տեսել եմ, որ աշխարհի մեջ, հավատացյալ մեջ տես բան չեմ տեսել։ Ես ծերանոցում տեսել եմ մի բան։ Հիշում եմ, 21 տարեկան աղջիկ էր։ Բադի պես ոտերի վրա քրքաշ եթում էր, չէր քելում։ Ոնց որ ծնգի վրա քրքաշ եթաս։ Հասկացաք, չէ՞։ Ծնգի վրա ասպես քրքաշ եթաս։ Երբ որ կուլոգ էինք բաժանում, արդեն ճանաչում էինք, էլի։ Ասի, Ազիզ ջան, քեզ համար եմ ուզում տալ, չենզի մի տվեք։ Ասի, բում տակ, ասես, դեղ անշարժ պարկած կա, որ չի կարում կենա, չի կարում տել, իմ բաժինը տվեք իրան։ Ես լաց եղա, ասի, կանչեք, սա երեխեքին կանչեցի հավատացյալներին, պերսոնալին կանչեցի, ասի, ամբողջ Հայաստանում ղեկավարությունից բռնած, բոլոր կրթական օրգաններից բռնած, բոլոր տեղերից բռնած, այս երեխու չափ, հավատք, խիղճ չունեն։ Տեսնում եք, ինքը սոված է, ինքը բաց ասում է, ես կարամ քրքաշ գալով ինձ ուտելիք ճանեմ, իմը տարեք տվեք դրան։ Այսպիսի մարդիկ կան աշխարհում, բայց մեր հավատացյալն ասի, դուք այդպես չեք, ասի, ոչ էլ ես եմ այդպես։ Աստված տա մենք բարեգործ լինենք։ Եթե բարեգործությունը
քո կյանքի մաս չի կազմում, ես նորից եմ ասում, նորից եմ կրկնում, չփրկված մարդը բարեգործնել չի, կարող է ձևական արտիստություն անի, իբր ցույց տա որ անում է։ Եղելա ինչ բարեգործություն են կարել, եղելա քույրիկ, ոտից ծնգից ներքև ոտը նեխած է եղել, որդերը ոտի մեջ թարախը հոսում էր, պարկ էին հագցնում։ Ես չեմ զզվել, այդ պարկը փոխել եմ, մաքրել եմ, որդերն էլ հանել եմ, որտեղ անդադ որդերը արտադրում էին։ Բարեգործ եղեք, խիղճի նկատմամբ, որբի նկատմամբ, որբևարու նկատմամբ, գութ ունեցեք, իրար մի առամարեք, իրար վերևից մի նայեք, բարեգործ մարդը, նա ծառա մարդը, նա Աստծու ծառան է, ժողովրդին ծառայում է, ինչ մարդ ուզում ալնի, ասենք ճանապարհից գնում ենք, տենում ենք ավարիա եղել, չէ, մարդ կա քշում է գնում է, իսկ իրեն պետք էլ չի, ինչ կլի, բայց պատահում է քշում գնում, հետո իմանում է իր հարազատ հոգևոր եղբայրն է, հետո է իմանում, կայներ աղբորդ օգներ, գոնե աղբորդ օգներ, մարդիկ կան քշում ու գնում են, չէ որ նա մարդ է, կարող անգել է, կարող այդ պահին քո կարիք ունի, մենք բարեգործ պետք է լինենք, ընկածին օգնող պետք է լինենք, ես Տիրոջ փառքի համար եմ ասում սա, ինձ որտեղ ես ապրում եմ հիմա, որտեղ ապրել եմ 60 քանի տարի Ջանֆիդայում, ինչ չեն ճանաչում որպես քարոզիչ, իրանք չգիտեն ես հովիվ եմ, երեց եմ, տես բաները չգիտեն, դրանք խաբար չեն, անավատները խաբար չեն, նրանք չգիտեն, տես բաներ չեն իմանում, բայց գիտեն, որ ես նեղյալի կողքի կայնող մարդ եմ, ինչքան անտեր մեռելներ ենք թաղել, այդ բարեգործությամբ, տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն ձեր հորը, մենք այսօր շատերս բարեգործ չենք, գութ չունենք, խիղճ չունենք, ես Տիրոջ փառքի համար եմ ասում սա, որ գալիս են այստեղ, որոնց ճանաչում եմ ես, որոնց գիտեմ, որբ երեխա գիտեմ, որբ հևարիներ գիտեմ, գալիս են այստեղ, ես ճանաչելով հանդերձ, ոչ մեկի նկատմամբ անտարբեր չենք անցնում, ոչ ձեռներից փողն ենք վերցնում և օգնում ենք շատ դեպքում, ես հասկանում եմ, որբին, որբևարին պետք է օգնել նեղության ժամանակ, Տիրոջ խոսքն է գրում դա, սիրելիներ, ես աղաչում եմ ձեզ, աշխատեք փրկվել, որ փրկվեք գութ կլծվի ձեր մեջ, եթե ես չփրկվեի, այդպես բարեգործություն չի եղնի, նորից եմ ասում, ինձ չեն ճանաչում որպես քարոզիչ, որպես եսի ինչ, ինչ ճանաչում են խեղճին օգնող մարդ, մեր հարևանության մեջ, ինչքան խեղճ մարդ տեսել եմ, ոչ մեկի կողքով անտարբեր չեմ անցել, տեսել եմ, անցել եմ գործ անում, գնացել եմ օգնել եմ, կապ չունի ինչ է ստացվում, ես վերջերս ես գյուղում որ ապրում եմ, մի հատ հեր չունեցող, հեր ունի, բայց բաժանված են, խեղճ տղեն ուզում էր 5 թափեր, դոմիկում էին, ուզում էր 5 թափեր, ցեմենտ ավազը խառնել է, մեծ կալ, ընկերները չեն եկել, ես էլ անցնում էի, տուն էի եթում, գնացի շորս փոխեցի, սապոգներս հակա, լապատկես վերցի եկա, քանի օր օգնեցի, հոգևոր գործի էլ չգնացի, օգնեցի, այդ որբևարի հիմքը թափեցի, նրանք շատ վատ էին մեր նկատմամբ, շատ վատ, բայց այնպես փոխվան, որ ես վերջերս մեր հետ եկել էր ստեղ լագեր անգամ, մարդին միայն բարեգործությամբ կարող ես հաղթել, կարդամ լսի սովորելա պետք է, ովքեր բարեգործություն անել չեն սիրում, նրանք հոգևոր մարդիկ չեն,
նրանք փրկված չեն, նրանք փրկություն չեն հասկանում։ Տեսեք ինչ ասում։ Վանզի Աստծո կամքը այսպես է։ Նայեք Աստծո կամքը։ Բարեգործ ըլալով անխելք մարդկանց տգիտությունը պապանձեցրեք։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 1-15։ Ես հիշում եմ, դպրոցում դաս էի տալիս, մի հատ հայ լեզվի դասատու կար։ Հենց ինձ տեսնում էր, Աստծուն հայոյում էր։ Կաբինետս էլ կողքներ, ուշանոցի, գնում էի դառը լացում էի։ Ասում Տեր Աստված, ինչ անեմ, քեզ հայոյում է, Հիսուս ջան։ Կռիվ չեմ կարանի, վեճ չեմ կարան, ինչ անեմ։ Դա շատ շուտ էր։ Նոր էլ հավատքի մեջ էի, այդքան էլ խորը հավատքի մեջ չէի։ Այս համարը կարդացի, այս համարը ընկամեցի։ Բարեգործ ըլալով անխելք մարդկանց տգիտությունը պապանձեցրեք։ Այդ հենց ասում է Իրակին էր մեր դպրոցի քարտուղարն էր, դպրոցի դիրեկտորի քարտուղարն էր աշխատում, մեծ կին էր։ Տեսա ինչ որ խոսում են ռեմոնտի, ինչ որ սարքելու մասին, հենց մարդը մոտից գնաց, իջա կաբինետը, որտեղ նստում էր դիրեկտորի մոտ, ասի ինչ գործ կա, ինչով կարամ օգնեմ ձեզ։ Ասես մեր կրիշը չգիտեմ ինչ եղե, ռեմոնտը սաղ փչացել է, գաջը թափել է, մարդ ենք ման գալիս, մարդ չկա։ Ասի ես կգամ կանեմ ամեն ինչ, ծրի կանեմ։ Հավատում եք, գնացի տուն, հեծանիվով էի, հեծանիվով գնացի տուն, մալես վերցեցի, շորս փոխեցի, ընենց ուրախությամբ եմ եթում, ոնց որ եթում եմ հյուսի տունը սարքեմ։ Հավատացեք, ընենց ուրախությամբ եթում եմ։ Վերջ չերգարացնեմ, ընենց մաքուր գործ արեցի, որ ես էլ չէի պատկերացնում, ռեմոնտն էլ արեցի, կարամ գաչ կսեմ, կարամ ռեմոնտ արեմ, հասկանում եմ եք իչ։ Վերջը շատ լավ եղավ, այդ մարդը ինչ ասեց ինձի, ես չեմ հավատում, որ Աստված կա, բայց եթե նա քո նման սենց մարդ հասարք է, ես հավատում եմ իրան, որ կա, որտև ես այդքան անարգեցի քեզ, դու մի օր չանարգեցիր ինձ բարությամբ հաղթեցիր։ Այդ մարդն էլ ապաշխարեց, Իրակին էլ ապաշխարեց փրկվան։ Հասկանում եք, բարեգործությունից ուժեղ զորություն չկա։ Նայեք ուշադիր։ Ասենք մեկը քեզ ատում է, չէ՞։ Գիտես, որ քեզ ատում է։ Դու էլ նենց ես ատում, որ ինքը շշկռի, չէ՞։ Դու խելար չես չատես։ Նա քեզ հավարամարում, դու երկու կրնապատիկ, նա քո տան դուրը թքել ու ասել այլևս քո տունը մտնելու տուն չի, չպետք է բան անեմ, բայց տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը, նայեք ինչ ասում։ Լսել եք, որ ասվեցա, քո ընկերդ սիրես, թշնամիդ ատես, բայց ձեզ կսեմ, սիրեցեք ձեր թշնամիները, ուշադիր լսեք, օրհնեցեք ձեզ անիծողները, բարիք արեք անոնց, որ ձեզ կատեն, աղոտ կարեք անոնց համար, որ ձեզ կչարչեն կհալացեն, ատողին բարիք պետք է անես, ինք առամարում ա քեզ, դու էլ ես առամարում իրան, դու կյանքում իրար հետ չեք հաշտվի, բայց Աստված ասում է, ատողին բարիք արա, ասենք մեկը քեզ ատում է, քեզ բանի տեղ չի տնում, հարևանա, բարեկամա, դրացիա, եղբայրա, քուրա, չէ։ Դու առիթ փնտրես բարեգործություն անես իրան։ Այդ բարեգործությամբ նրա անխելքությունը կպապանձեցնես։ Նրա սիրտը կփոխես։ Կփոխես։ Դու մի նայնա ոնց է վարվում քո հետ, ոնց է ատում քեզ, ոնց է առամարում։ Դու բարություն արա։ Ասում է քեզ ատողին ինչ արա բարիք արա։ Տեսնում եք, ասում է չարին չար մի հատուցանեք, բարիով հաղթեք չարին։ Աստված մեզ զենք է տվել, բարեգործությամբ, սրտի սիրով, թշնամուն սիրելով։ Եթե մենք հոգևոր մարդ ենք, մենք
առհամարողին պիտի բարեգործություն ենք, մեզ ատողի մանավանդ։ Բայց նա որ ատում է, դե ասում է ինքը ատում է, ինքը ոչ մի բան չի արել, ես խիպտ անեմ, կատում է, հասկանում եք, մի հատ դեպք եմ պատմում, հետաքրքիր դեպք, մի հատ եղբայր գալիս է տուն, տենում է հարևանները թափել են, կնգավոր են, կնգան ծեծում են, տղամարդի, կնանիքով, խեղճ հավատացյալի կնգան ծեծում են, հավատքի պատճառով, այդ եղբայրը, որ տենում ամուսինը գալիս մա, տո զարգին սպանիր, հասի իմ որդին դարիր, չէ, գորում է, այս մարդը, բացարձակ, ոչ գորում է նրանց վրա, ոչ է բան ասում, գալում ձեռից բռնում, բերում տուն, որ բերում տուն, խելոք չում, հա ղժղժում է, չէ, ղժղժում է, դու ինչ մարդ ես, դու բան չարիր ես նրան, վերջը, էլի տրանց բաներ ասում, խոսում է վրները, տանում տուն, դուռը փակում, ասում են նստիլ խաղաղ էին, դու ինչ մարդ ես, բան չասեցիր, ասես լսի, հիմի մենք հավատացյալ ենք, թե անհավատ, ասեց հավատացյալ ենք, բա հավատացյալը թշնամում դի սիրի, ես ես սիրեցի, թե ինչ արեցի, հալածողի մար աղոտ կար, ես եմ մտքիս մեջ աղոթելով եկա քո ձեռից բռնի բերի տուն, Հիսուսի ասածն եմ արել, ասում է, դու հավատացյալ ես, կռիվ ես անում, անպատիվ խոսք ես ասում, դու անհավատ ես, կնիկ ջան, եսի հավատացյալություն չէ, Աստված թույլ տվեց, այդ ընտանիքի տղան դիվահարվավ այդ անհավատի, և դիվահարվա պատճառով սկսեին ապաշխարել հարազատները, Աստծու զավակին անարգողը կյանքում չհավատակ լավոր տեսնի, նա պիտի պատժվի, նույնիսկ մի հատ շատ ծանր խոսք է գրած Սուրբ գրքում, ես կարդում եմ, որպեսզի շատ հավատացյալներ հավատք ունենան, որ երկրի վրա ինչ էլ պատահի իրանց, Աստված իրանց թիկունքին է, Աստված իրանց պահապան է, Աստված իրանց օգնական է, Աստված իրանց չի թողի երբեք, երկրի վրա Աստծու զավակներին կպնողը եղբայրներ քուրեր, նա լավոր չի տեսնելու, նեսեք ինչ ասում, արդարը պիտի ուրախանա, երբ վրեժխնդրություն տեսնե, իր ոտքերը ամբարիշտի այրամեջ պիտի լվա, մարդը պիտի սեթե իրավցնե, արդարի համար վարձ կա, իրավցնե Աստված կա, որ երկրի վրա դատավոր է, տեսնում եք ինչ է գրած, 58 Սաղմոս, 10-11 համարները, Աստծու անունը մենք պետք է հասկանանք սիրելիներ, մենք պետք է գիտակցենք, որ բարեգործությունը շատ կարևոր է, նորից եմ կրկնում այդ կարևոր մտքերը, փրկված մարդը ստեղծվում է բարեգործության համար, Աստծո շնորհքով ազատագրված մարդը բարեգործության նախանձավոր մարդ պիտի լինի, անարատ կրոնասիրությունը, որբևէ դեսետանեղության անձանարատ պահել, մեր բարեգործությունը պետք է զարդարի Քրիստոսի վարդապետությունը, գրված է Սուրբ գրքում, Տիրոջ անունը փառավորվի, ամեն, եղբայրներ աղոթեն։